Սա մի հերթական ադրբեջանցու անձնական փաստաթուղթ է, պետությունն է տվել։ Թղթի կտորի վրա նկարից ու անուն ազգանունից բացի մի տվյալ էլ կա։ Գրել են հայրենիքը Արևմտյան Ադրբեջան, ոչ ավելի ու ոչ պակաս Չամբարակ Թոխլուջա, իսկ իրականում Հայաստան Ճամբարակ Դրախտիկ։ Այս Քաշիմով Քամրանի եւ իր երկրի ղեկավարության երևակայությունը փաստորեն չափ ու սահման չունի։ Հիմա վերադառնանք իրականություն։ Այստեղ էլ Ալիևը խապկանքների մեջ է։ Նախորդին է պնդել, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել։ Նա շեշտել է, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջադրում չի նշանակում։ Այս հարցը չի հեռացվի Ադրբեջանի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձը չի իրականացվել։ Բնականաբար, արևմտյան Ադրբեջան վերադարձող ադրբեջանցիների համար պետք է ապահովեն նաև անվտանգության երաշխիքներ։ Վերջին շրջանում հատկապես այս արևմտյան Ադրբեջանի շուրջ կեղծ քարոզչությունը անցնում է բոլոր սահմանները։ Այս քարոզչամեքենայի թափանիվը զարգացնողները ուղիղ Ալիևի վարչակազմից են ֆինանսավորվում։ Սա հերթական ու սովորական դրվագն է այն մասին, որ Ալիևը բացառված է, որ խաղաղություն կնքի, ասում է ադրբեջանագետը։ Ավելին, սա մի խոսույթ է, որը ձևակերպվում է հետագայում որպես նախապայման ու հաղթաթուղթ օգտագործելու համար, իհարկե Հայաստանի դեմ։ Ադրբեջանի ղեկավարը մեր սահմաններին կանգնած նայում է Հայաստանի Հանրապետությանը, օկուպացված Արցախից եւ ասում է, ես քաջապես հորդորում եմ լրագրողներին չօգտագործել կեղծ հայկական տեղանուններ եւ հենց կոնկրետ շեշտում է, ասում է Վարդենիսի փոխարեն Բասարքեչյան, ասում է ինչ երասի մասին է խոսքը, երասի փոխարեն պիտի օգտագործեք Արազդայան։ Հայաստանի սահմանների մասին խոսելիս չեն օգտագործում սահմանբառը, օգտագործում են պայմանական սահմանբառը, այդ թվում սահմանազատված հատվածի վերաբերյալ խոսելիս։ Ադրբեջանի իշխանությունն արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Հայաստանի արտգործնախարարը սա Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ էր համարել։ Վարչապետն էլ խոսելով Ղարաբաղի հարցը փակելու մասին ասել էր մեջբերում, ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ արևմտյան Ադրբեջանի շարժումը։ Այսօր էլ արտգործնախարարության խոսնակն է շեշտել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում արևմտյան Ադրբեջան չկա։ Արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են։ Խաղաղության փաստաթուղթ ստորագրելու պատրաստ Հայաստանի իշխանություններին Ադրբեջանի իշխանությունը շտապում է հիասթափեցնել, հասկացնելով, որ բացի առաջ քաշված հիմնական նախապայմաններից էլի հարցեր կան։ Շարունակաբար արտացվում է եւ շրջանառվում է այն միջը, որ քանի դեռ աբեկչական տերմիններ նորից օգտագործում արևմտյան ադրբեջանցիները չեն վերադարձել իրենց պավենական հողեր, անիմաստ է խոսել խաղաղության մասին, ավելին պահանջում են անվտանգության հստակ երաշխիքներ, ավելին արդեն սկսել են խոսել միջազգային երաշխիքների մասին։ Հայտնի իրողություն է Ալիևի այս թեզերը, որ ըստ էության զավեշտ են, այնուամենայնիվ իրականացվում են մի ամբողջ վարչախմբի մակարդակով, նպատակ ունենալով մոլորեցնել թե հասարակությանը, թե միջազգային հանրությանը։ Նա նախապես է պլանավորում ինչպես խաղաղություն չկնքել։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։